Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարաթ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1510-րդ օրն է։ Վստահ եմ, որ բարձր տրամադրությամբ եք սպասում նոր եթերին, քանի որ նախօրեին պարտվեց Պուտինի ևս մեկ ընկեր, ով իր ներկայությամբ ոչ միայն խոչընդոտում էր Հունգարիայի զարգացմանը, այլև կաթվածահար էր անում Եվրոմիության գործունեությունը։ Ռազմաճակատում այսպես կոչված հրադադարը այնքան էլ հրադադար չէր, ինչը բերեց ևս 2000 ռուսների կորստի, իսկ այսօր առավոտյան արդեն պայթյուններ էին հնչում Վոլոգդայի մարզի Չերեպավեց քաղաքում, որտեղ քիմիական գործարան կա։ Ռազմական լուրերին եթերի երկրորդ մասում կանդրադառնամ, վերադառնալով Օրբանի պարտությանը, ասեմ, որ Պետեր Մադյարի գլխավորած ընդդիմադիր ՏԻՍԱ կուսակցությունը ջախջախիչ հաղթանակ տարավ, ստանալով սահմանադրական մեծամասնություն։ Զգուշավոր լավատեսությամբ հույս ունեմ, որ Հունգարիայի նոր իշխանությունները կդադարեցնեն Ուկրաինայի Եվրոմիությանը անդամակցելու գործընթացի եւ Ուկրաինայի պաշտպանության համար 90 միլիարդի հատկացման արգելափակումը։ Իդեպ, մեկ այլ Պուտինի ֆանատ Սլովակիայի վարչապետ Ֆիցոն Օրբանին հաղթած Պետեր Մադյարին շնորհավորելուց փորձեց նորից բանսարկություն անի, դրուժբա նավթամուղը սակարկեց, դե իրենք նենգ են, իսկ մենք անողոք, թող Պուտինը մտահոգվի, իրենց դիրքերն են խարխլվում։ Իդեպ, ԱՄՆ փոխնախագահ Վենսի հեղինակությունը, ով ընտրություններից առաջ եկել էր Օրբանին աջակցելու, խիստ սասանվել է, այն մականունները, որոնք նրա համար հորինել են Եվրոպայում, նույնիսկ անհարմար է եթերում կրկնել, թե Թրամփը, թե Պուտինը տխրելու առիթ ունեն։ Օրբանը որպես երկու տիրոջ ծառա խաթարում էր Եվրոմիության կայունությունը, հաճոյանալով Պուտինի վարչակարգին եւ Թրամփի աշխատակազմին։ Չեմ ասում Ամերիկային, որովհետեւ Ամերիկան բարեկամ է, իսկ թե ով է Թրամփը, կարծում եմ շուտով վերջնականապես կիմանանք։ Օրբանը այն քաղաքական գործիչներից էր, ում անվանում էին բռնապետ, իսկ Եվրոպայում բռնապետներ պետք չեն։ Սա իմ հաստատուն համոզմունքն է։ Մենք հայերս Օրբանի հետ մեր հաշիվներն ունենք եւ հույս ունեմ, որ Հայաստանի իշխանությունները կդիմեն միջազգային կառույցներին Օրբանին պատասխանատվության ենթարկելու համար, Գուրգեն Մարգարյանին Ադրբեջանին հանձնելու համար։ Եթե Օրբանի կառավարման օրոք պաշտոնական Երևանը չէր ցանկանում փչացնել հարաբերությունները Հունգարիայի հետ, որպես պետության, չնայած անձամբ ես նման զիջման անհրաժեշտություն չէի տեսնում, ինչևէ, հիմա Օրբանը պարտվել է եւ հաշիվները դեպի նրան շատանալու են, եւ հենց հիմա է ժամանակը, երբ հունգարացի ժողովուրդը մերժել է Օրբանին։ Ժամանակն է, որպեսզի նաեւ հայկական իշխանությունները նաեւ հայկական պրետենզիաները ներկայացնեն Օրբանին։ Իմ կարծիքով Հայաստանի նման քայլը միայն կամրապնդի կապեր է հունգարացի ժողովրդի եւ Հունգարիայի որպես պետության հետ։ Հիմա արդեն Օրբանին չեն խնայելու ոչ ոք, այնպես որ քայլը նաեւ Հայաստանի իշխանություններին է, տեսնենք ինչ կանեն։ Զելենսկին շնորհավորել է Մադյարին Հունգարիայում տարած հաղթանակի կապակցությամբ եւ հայտնել համագործակցության պատրաստակամություն, մեջբերեմ Եվրոպան եւ յուրաքանչյուր եվրոպական պետություն պետք է ավելի ուժեղանան եւ միլիոնավոր եվրոպացիներ կարոտ են համագործակցության եւ կայունության։ Մենք պատրաստ ենք հանդիպել եւ կառուցողականորեն աշխատել միասին երկու ազգերի օգտին, ինչպես նաեւ Եվրոպայում խաղաղության, անվտանգության եւ կայունության համար հավելել է Ուկրաինայի նախագահը։ Դե իսկ Մոսկվան Վիկտոր Օրբանի պարտությանը Հունգարիայի խորհրդարանական ընտրություններում արձագանքեց զուսպ եւ մեր եթերի պատրաստման պահի դրությամբ հաղթողի պաշտոնական շնորհավորանքներ չհնչեցին։ Ռուսական քարոզչությունն ու պաշտոնյաները ստիպված են ճշգրտել իրենց ռետորաբանությունը, քանի որ Օրբանը համարվում էր Կրեմլի հիմնական դաշնակիցներից մեկը Եվրոմիությունում։ Դե մենք հետևում ենք, կտեսնենք թե ինչ կլինի եւ դες անպայման կհաղորդենք կամ Telegram-ում կամ YouTube-ում։ Իդեպ, ինչպես եւ սպասվում էր, Ռուսաստանի այսպես կոչված հրադադարը զատիկին կեղծիք էր։ Ռուսական բանակը խախտում էր հրադադարը շատ ռազմաճակատի կետերում։ Առաջին իսկ հնարավորության պահին նրանք ոչնչացրեցին իրենց իսկ 3 զինվորներին, տրվելով Ուկրաինայի զինված ուժերի հնարամտությանը։ Ռուս օկուպանտները զատկի հրադադարի ժամանակ կրակ են բացել անզեն մարտիկների ուղղությամբ, սակայն պարզվել է, որ դրանք գերեվարված ռուսներ են եղել։ Ուկրաինայի զինված ուժերի 24-րդ առանձին մեխանիզացված բրիգադը հայտնել է մի բացահայտող պատմություն, որը ցույց է տալիս, թե ինչպես է թշնամին պահպանել զատիկի հրադադարը։ Օկուպանտները հարձակվել են անզեն մարտիկների վրա 24-րդ բրիգադի պատասխանատվության գոտում։ Բրիգադի հաղորդագրության մեջ ասում է, որ հայտարարված հրադադարի ժամանակահատվածում զինծառայողները տարհանում էին իրականացնում Չասովյար բնակավայրի առաջնագծի դիրքերից։ Սա այն Չասովյարն է, որը ռուսները իբրև վաղուց գրավել են։ Տարհանվողները շարժվում էին դեպի թիկունք առանց զենքի, բժշկական օգնության ցուցաբերման նշաններով եւ հենակներով համաձայն կոնվենցիայի եւ հրադադարի պայմանների։
Ռուս օկուպանտները հայտնաբերելով տարհանվողներին նրանց ուղղությամբ կրակ են բացել FPV դրոնների օգնությամբ, բոլոր 3 տարհանվողները զոհվել են, բայց կա մի նրբություն։ Բրիգադի հրամանատարությունը անձնակազմի անվտանգ տարհանումը ապահովելու համար որոշել էր ստուգել հակառակորդի կողմից հրադադարի պահպանումը եւ իրականացրել էր փորձնական տարհանում ներգրավելով գերեվարված ռուս զինվորների, ովքեր հակած են եղել Չեզոք համազգեստ, արդյունքում ռուսական օկուպացիոն զորքերի 2 սերժանտ եւ 1 շարքային ոչնչացվել են հենց յուրայինների կողմից։ Ռազմաճակատից նորությունները քիչ չեն, չնայած այսպես կոչված հրադադարին քիչ անց դեռ կանդրադառնամ։ Հետաքրքիր նորություններ կան Պարսից ծոցի տարածաշրջանից, Ամերիկան սկսում է Հորմուզի նեղուցի միանձնյա ականազերծումը եւ բացումը, Ամերիկան հայտարարել է նաեւ Հորմուզի նեղուցի շրջափակման մասին, Իրանի հետ պայմանավորվածությունների տապալումից հետո Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին նեղուցի ականազերծման ժամանակ ամերիկյան նավերի վրա հարձակվելու դեպքում։ Դե պարզ է, որ Իրանի լեզվանիկները պատասխանել են ամերիկյան ռազմական նավատորմի կողմից Հորմուզի նեղուցի շրջափակման գործողության մեկնարկին, Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը ցույց է տվել Հորմուզի նեղուցը նշանառության տակ եւ Ամերիկային սպառնացել մահաբեր ջրապտույտով։ Դե ջախջախված իրանական վարչակարգի ահաբեկչական քաղաքականության մասին մենք խոսում ենք գրեթե ամեն եթերում, կարող եմ միայն հավելել, որ գրեթե համոզված եմ սադրանքները շարունակվելու են, քանի որ վարչակարգը չի կարող պահպանել իշխանությունը այլ կերպ Իրանում, քան կոնֆրոնտացիաներով կամ պատերազմով։ Իսկ այն միամիտները, ովքեր ոգևորվում են իսլամիստ ահաբեկիչների հայտարարություններով կամ գործողություններով, պետք է հասկանան, որ այն գումարներից, որոնք իրանցի ահաբեկիչները պահանջում են Ասիայի եւ մասամբ Եվրոպայի նավերից, այդ գումարներով Իրանի ժողովուրդը չի հարստանա, որովհետեւ փոխպահանջողները հանցագործներ են, ավտորիտար վարչակարգի մնացորդներ, ովքեր տասնամյակներ շարունակ հարստացել են իրանական ժողովրդի դժբախտությունների հաշվին։ Այնպես որ եթե ինչ-որ մեկին ուրախացնում է Իրանի կողմից Հորմուզի նեղուցի իբր փակումը, իմացեք, որ դրանից անձնապես ոչ Նեթանյահուն է տուժում, ոչ էլ Թրամփը։ Իսրայելը իր էկզիստենցիալ անվտանգության խնդիրն է լուծում, իսկ Թրամփը ավելի շատ նավթ ու գազ կվաճառի ծոցի երկրների փոխարեն։ Թրամփը Հորմուզի նեղուցի մասին խոսում է ներքին քննադատությունից ելնելով եւ Եվրոպայի դաշնակիցների քննադատությունից խուսափելու համար, թե չէ նա այն մարդը չէ, որ շատ նեղվի այդ վիճակից, հատկապես երբ արաբների փոխարեն Ամերիկան է նավթ ու գազ վաճառում ավելի շատ։ Դե հիմա իսլամիստասերներ, որ թաքնվում եք Նեթանյահուին կամ Թրամփին քննադատելու շղարշի ետևում, ծիծաղեք եւ ուրախացեք։ Միայն թե իմացեք, որ մենք ձեզ վրա ել ավելի բարձր ենք ծիծաղում։ Եվ քանի որ խոսքը գնաց Նեթանյահուի մասին, մեջբերեմ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին, ով հայտարարել է Իրանի դեմ ռազմական արշավը դեռ չի ավարտվել, մենք դեռ շատ անելիքներ ունենք։ Սա նրա բառերն են։ Իսրայելի վարչապետը նշել է, որ Իրանը այլևս չունի եւ ոչ մի գործող հարստացուցիչ գործարան եւ հրթիռների արտադրության նրա հնարավորությունների մեծ մասը անհետացել է։ Խոսելով Լիբանանի մասին, Իսրայելի վարչապետը հայտարարել է, մեջբերեմ, մենք ստեղծել ենք 8-ից 10 կիլոմետր լայնությամբ անվտանգության բուֆերային գոտի, նաև Նեթանյահուի խոսքով Իսրայելի ուժերը ոչնչացրել են եւս 8 իրանցի միջուկային ֆիզիկոսների, ովքեր զբաղվել էին միջուկային զենքով, ի հավելումն այն 12-ի, որոնք լիկվիդացվել էին 12-օրյա ռազմական արշավի ընթացքում, որն իրականացվել էր Իսրայելի կողմից 25 թվականի հունիսի 13-ից 25-ը Իրано-իսրայելական պատերազմի շրջանակներում, այս մասին հայտնում է Իսրայելի հեռուստատեսության 9-րդ ալիքը։ Մեջբերեմ, մենք ընդհանուր առմամբ ոչնչացրել ենք 20 միջուկային գիտնականների, հավելել է Նեթանյահուն։ Նա նաև ասել է, որ իսրայելական բանակը ոչնչացրել է Արաքի ծանր ջրի արտադրության գործարանը եւ ցենտրիֆուգաների ամբողջ համալիրը, բայց փաստորեն դեռ ոչնչացնելու բան կա։ Դե այս մասին ես իմ եթերներում ասել եմ։ Մի քիչ աշխուժացնենք լրահոսը, իդեպ Ուգանդայի գլխավոր շտաբի պետը սպառնացել է Թուրքիային նախքան Իսրայել մեկնելը։ Ուգանդայի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Մուհուզի Կայնեուգաբան, Ուգանդայի նախագահի որդին, ով հայտնի է իր պրոիսրայելական դիրքորոշմամբ, հայտարարել է, որ մեկնում է Իսրայել բանակցությունների, այս մասին գրում են իսրայելական լրատվամիջոցները։ Նա նաև սոցիալական ցանցերում գրառում է հրապարակել, որտեղ սպառնացել է խզել դիվանագիտական հարաբերությունները Թուրքիայի հետ, ինչպես
նաև փակել օդային տարածքը թուրքական ինքնաթիռների համար, եթե իր կողմից չնշված հարցերը չկարգավորվեն։ Կայնեու Գաբան նաև $1 միլիարդ է պահանջել Անկարայից, փաստորեն որոշել է Էրդողանի կյանքը աշխուժացնել, Նա Անկարային մեղադրել է պարբերաբար թիկունքից հարվածելու մեջ եւ համաքաղաքացիներին հորդորել է հրաժարվել Թուրքիա մեկնելուց։ Երևի պետք կլինի Աֆրիկայի հարցերով փորձագետ հրավիրել հասկանալու համար, թե ինչն է այդպես զայրացրել այս տղամարդուն։ Մի քանի ժամ անց Մուհուզի Կայնեու Գաբան սոցցանցերում հայտարարել է, որ ինքը ունի 500,000 քաղցած տղամարդ, ովքեր փող են ուզում, բայց անվճար կուտեն Թեհրանը։ Փաստորեն Աֆրիկայում էլ են նույնականացնում Էրդողանին եւ Իրանի ահաբեկիչներին։ Չեմ ծաղրում, պարզապես այս կերպարի քայլերը բազմազանություն են մտցնում սովորական լուրերի շարքում։ Դե մինչ ուգանդացիները դեռևս սպառնում են, Պակիստանը զորախումբ է ուղարկել Սաուդյան Արաբիա երկկողմ պաշտպանական համաձայնագրի իրականացման շրջանակներում եւ Մերձավոր Արևելքում ռազմական հակամարտության ֆոնին Սաուդյան Արաբիան եւ Պակիստանը ուժեղացնում են համագործակցությունը պաշտպանական ոլորտում Ամերիկայի եւ Իրանի միջև պատերազմի ֆոնին, որի շրջանակներում Թեհրանը հարձակվել է ամերիկյան օբյեկտների վրա տարածաշրջանի մի շարք երկրներում։ Ինչպես հաղորդում է Bloomberg-ը, Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարությունը հայտնել է թագավոր Աբդուլազիզ ավիաբազա պակիստանյան զորակազմի ժամանման մասին։ Պակիստանից ուղարկված խմբավորման կազմում ընդգրկված են ռազմաօդային ուժերի կործանիչներ եւ օժանդակ թռչող սարքեր։ Սաուդյան Արաբիայի պաշտպանական գերատեսչությունում նշել են, որ դրանց տեղակայումն ուղղված է ռազմական համագործակցության ամրապնդմանը, օպերատիվ պատրաստվածության բարձրացմանը եւ տարածաշրջանային կայունության ապահովմանը։ Այն տարածաշրջանը, որտեղ գտնվում է Հայաստանը, ռազմական առումով դառնում է շահերի բախման կետ, ինչը չի կարող չանհանգստացնել։ Տեղեկությունները, թե Չինաստանը օրերս զենք է մատակարարել Իրանին, հաստատվեցին մի քանի աղբյուրներով, ներառյալ Ամերիկայի հետախուզության տվյալներով։ Վերջին հաղորդումների համաձայն 26 թվականի ապրիլի 11-ի դրությամբ ամերիկան տեղեկություն է ստացել, որ Չինաստանը առաջիկա շաբաթներին նախապատրաստում է նոր զինատեսակներ, այդ թվում հոբ համակարգերի խոշոր մատակարարում Իրան։ Այս գործողությունները տեղի են ունենում Ամերիկայի եւ Իրանի միջև փխրուն հրադադարի ֆոնին, եթե կարելի է այդպես ասել, Այսպիսով Չինաստանի կողմից Իրանին զենք մատակարարելու մասին տեղեկատվությունը իսկապես արդիական է եւ հաստատվում է հետախուզական տվյալների եւ լրատվական գործակալությունների կողմից։ Այ հենց սա կարող է լինել եւս մեկ պատճառ արդեն Ամերիկայի կողմից Հորմուզի նեղուցի փակման համար։ Համ Իրանը կիզոլացնեն, համ էլ ավելի շատ նավթ ու գազ կվաճառեն։ Իսկ այդ ընթացքում Ռուսաստանում չինացիներն են ըմբոստանում։ Հերթական միջադեպը տեղի է ունեցել 26 թվականի ապրիլի 12-ին Կամսամոլսկ-նա-Ամուրե քաղաքում, որտեղ չինացի շինարարները զանգվածային բողոքի ակցիա են կազմակերպել աշխատավարձերի ուշացումների պատճառով։ Պուտինի խայտարակությունը միայն ընդլայնվում է, ինչ արժե միայն Դաղստանի իրավիճակը, որտեղ տարերքը սրբել տարել է ամեն ինչ իր ճանապարհին, իսկ չէ որ նման երևույթները շատանալու են։ Երկիրը առանց այն էլ մինչև ականջները թաղված էր կոռուպցիայի մեջ, իսկ հիմա պատերազմի պատճառով միջոցներ չկան նույնիսկ կյանքի գոյություն ունեցող մակարդակը պահպանելու համար։ Իդեպ անհանգիստ է նաև Թրամփի համար եւ ոչ միայն Իրանի հարցով։ Կինը Մելանիա Թրամփը անակնկալ է մատուցել, որը տհաճ է անդրադարձել Թրամփի վրա։ ԱՄՆ առաջին տիկին Մելանիա Թրամփի որոշումը հանդես գալ ելույթով սեքսուալ հանցագործությունների մեջ մեղադրվող ֆինանսիստ Ջեֆրի Էփշտեյնի հետ իր կապի մասին լիովին հակասում է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփի ռազմավարությանը, հայտնում է ամերիկյան եւ գերմանական մամուլը։ Մելանիա Թրամփի հայտնվելը անակնկալ էր։ Առաջին կնոջ արարքը նաեւ տարօրինակ է թվում, քանի որ այն չի համապատասխանում Էփշտեյնի սկանդալի վերաբերյալ նրա ամուսնու նախկին ռազմավարությանը, նշում են լրագրողները։ Մամուլը նշում է, որ մինչ օրս պարզ չէ, թե ինչու առաջին տիկինը որոշեց կրկին ուշադրություն հրավիրել գրեթե մոռացված սկանդալի վրա, հաշվի առնելով նրա ավանդական հակակրանքը հրապարակային ելույթների եւ լրատվամիջոցների հետ շփման նկատմամբ։ Նման վարքագիծը լրագրողների կարծիքով միայն ուժեղացրել է բամբասանքները կնոջ եւ Թրամփի միջև հնարավոր տարաձայնությունների մասին, ովքեր բաց են թողել թեման, ասեն, որ Մելանիա Թրամփը հերքել է Էփշտեյնի հետ կապերը եւ կոչ արել կոնգրեսին լսումներ անցկացնել զոհերի վերաբերյալ։ Կհետևենք զարգացումներին։ Ինձ թվում է այս բոլոր նորություններից հետո արդեն ցանկություն կա լսել ռազմաճակատի թվերի մասին։ Իսկ այնտեղ անցած 2 օրվա ընթացքում տեղի է ունեցել 227 մարտական բախում, հիշեցնեմ իբր 1.5 օրյա հրադադարի ֆոնին։
Ուկրաինայի զինված ուժերը ոչնչացրել են եւս 2030 ռուս օկուպանտ եւ 4148 միավոր թշնամու տեխնիկան, տրանսպորտը եւ սպառազինությունը, ոչնչացված օկուպանտների թիվը ըստ Ուկրաինայի գլխավոր շտաբի ֆոտո-վիդեո ֆիքսված տվյալների արդեն կազմել է 1,312,140 պուտինյան զինվորական, ռելիզը ձեր էկրաններին է։ Իսկ նախքան մեր եթերը շարունակելը, խնդրում եմ ձեզ օգտվել YouTube-ի գործիքներից, օգնելու մեր հաղորդման տարածմանը, խնդրում եմ դրեք լայքեր եւ եթե հնարավոր է տարածեք սոցիալական ցանցերում, դա կօգնի մեզ ռուսական քարոզչության դեմ պայքարում, իսկ ես առիթից օգտվելով ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ ձեր ամենօրյա օգնության համար։ Մենք ձեզ հետ ձևավորել ենք մի իրոք հզոր թիմ, որը պայքարում է թշնամու ռոպագանդայի դեմ, ինչի համար շատ շնորհակալ եմ ձեզ։ Մինչ եթերի այլ թեմաներին անցնելը, երկու համայնքային միջոցառումների մասին պատմեմ ձեզ։ Տերնոպոլի մարզի Բերեժանի քաղաքի հայ առաքելական եկեղեցում տեղի ունեցել զանգի օծման հանդիսավոր արարողություն։ Բարեպաշտական արարողությունը գլխավորել է հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը։ Իրաղոտքում եւ հոգեվոր խոսքում Սրբազանը ընդգծել է զանգի կարեւորությունը որպես հավատքի, համայնքային միասնության եւ հոգեվոր ավանդույթների անընդհատության խորհրդանիշ։ Արարողությանը ներկայ էին Ուկրաինայի հայերի միության շտաբի նախագահ Դավիթ Մկրտչյանը, Խմելնիցկիի համայնքի նախագահը, ինչպես նաեւ Տերնոպոլի մարզի հայ համայնքի անդամները։ Բացի զանգի օծումից այդ օրը կատարվել է նաեւ Զատկի զամբյուղների օծում։ Հավատացյալները միասնական աղոթք են բարձրացրել շնորհակալություն հայտնելով Քրիստոսի հրաշափառ հարության լուսավոր տոնը միասնության, խաղաղության եւ սրտում հավատքով դիմավորելու հնարավորության համար։ Օծված զանգը այսուհետ կհնչի քաղաքի վրա որպես հոգեվոր ուժի, հույսի եւ հայ համայնքի ավանդույթների անխզելիության նշան։ Եվս մեկ համայնքային միջոցառման մասին ձեզ պատմեմ։ Ապրիլի 11-ին Կիևում տեղի ունեցավ Ուկրաինայի հայ բժիշկների ասոցիացիայի ֆորումը, մասնագիտական հարթակ, որը միավորեց բժիշկների, կլինիկաների, ներկայացուցիչների, պատվավոր հյուրերի եւ բժշկական հաստատությունների ուսանողներին։ Հանդիպման նպատակն էր ստեղծել կայուն բժշկական ցանց, որը կապում է բժիշկներին, պացիենտներին եւ ապագա մասնագետներին, ինչպես նաեւ ձևավորել վստահության, զարգացման եւ մասնագիտական աջակցության միջավայր։ Հոգեվոր խոսքով մասնակիցներին դիմեց հայ առաքելական եկեղեցու Ուկրաինայի թեմի առաջնորդ Մարկոս եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ուկրաինայի հայերի միության նախագահ Վիլեն Շատուրյանի ողջույնի խոսքը փոխանցեց Ուկրաինայի հայերի միության շտաբի նախագահի տեղակալ Պողոս Երանոսյանը, ընդգծելով մասնագիտական միասնության եւ փոխադարձ աջակցության կարեւորությունը։ Ֆորումը կարևոր քայլ էր բժշկական համայնքի համախմբման գործում, որտեղ փորձը, գիտելիքները եւ երիտասարդ սերունդը միավորվում են հանուն որակյալ բժշկության զարգացման եւ հասարակությանը ծառայելու։ Ուկրաինայի հայերի միության շտաբը երախտագիտություն է հայտնել կազմակերպիչներին եւ միջոցառման բոլոր մասնակիցներին պրոֆեսիոնալիզմի, նախաձեռնողականության եւ բժշկական համայնքի զարգացմանը ուղղված համատեղ աշխատանքի համար։ Այսպիսին է մեր հայ համայնքը Ուկրաինայի, նույնիսկ դաժան պատերազմի օրերին միասնական է եւ շարունակում է զարգանալ։ Միջազգային մամուլը ինչպես միշտ ուշադրության կենտրոնում է պահում ուկրաինական պաշտպանական արդյունաբերության թեման։ Ուկրաինան գործարկում է դրոնների բաղադրիչների արտադրության խոշոր ստորգետնյա գործարանի նախագիծը, այս մասին գրում է ֆրանսիական Le Parisien հրատարակությունը։ Ըստ ֆրանսիացի լրագրողների նպատակն է տեղայնացնել կրիտիկական կարևորության մասերի արտադրությունը երկրի ներսում եւ խուսափել չինական բաղադրիչներից հնարավոր կախվածությունից։ Նախագիծը իրականացնում են ուկրաինական պաշտպանական ընկերությունները եւ անօդաչու սարքեր արտադրող խորվաթական ընկերությունը։ Պաշտպանական ծրագրի շրջանակներում մեր ֆրանսիացի գոլեգաները մի փոքր ուշացել են, մենք չինական դետալներ չենք օգտագործում, բայց դե լրատվականը ֆրանսիական է, միգուցե այլ քաղաքական նպատակով են Չինաստանը հիշատակում, ինչով է հետաքրքիր է, թե ինչպես են դրսից նայում մեր գործողություններին։ Միևնույն ժամանակ Ուկրաինայում սկսել են գործել աշխարհում առաջին մասնավոր հոբ ֆիրմաները, որոնք պաշտպանում են կրիտիկական ենթակառուցվածքները։ Սա նոր ռազմական իրականություն է։ Ձեր էկրաններին սարքը աշխատում է ամբողջությամբ ավտոմատացված եւ առաջին փորձարկումները ցույց են տվել, որ շատ հաջող է խոցում ռուսական շահեդները։ Լրագրողների ուշադրության կենտրոնում են նաև պաշտպանական ոլորտի հեռանկարային զարգացումները, մասնավորապես շատերին տպավորում է այն, որ Ուկրաինան պատրաստվում է տիեզերքից որսալ օրեշնիկները։ Խոսքը պարտադիր միայն օրեշնիկի մասին չէ, որոնցից Ռուսաստանը ունի ընդամենը մի քանի փորձնական նմուշ, այլ ընդհանրապես նման դասի հրթիռների։ Ուկրաինան պատրաստվում է ստեղծել Ուկրաինայի զինված ուժերի նոր տեսակ, որը կկարողանա ստանալ սեփական հետախուզական տվյալները տիեզերքից եւ խոցել թշնամու ուղեծրային հրթիռային համակարգերը,
զորքերը։ Պատերազմի ընթացքում պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչությունը արդեն իսկ իրականացրել է եզակի գործողություններ, 2 անգամ հրթիռակիրներ դուրս բերելով տիեզերական տարածություն, Ուկրաինայում տիեզերական ուժերի ստեղծման, տիեզերքի հրթիռների գաղտնի արձակումների, օրեշնիկի որսալու նախապատրաստման եւ օդային տիեզերականի փորձարկումների մասին ՌԲԿ Ուկրաինային տված հարցազրույցում պատմել է Գերագույն Ռադայի ազգային անվտանգության պաշտպանության հետախուզության հարցերով կոմիտեի պետական անվտանգության պաշտպանության եւ պաշտպանական նորարարությունների ենթահանձնաժողովի ղեկավար Ֆյոդոր Վենիսլավսկին։ Նրա խոսքով Ուկրաինան արդեն իրականացրել է գաղտնի արձակումներ, գլխավոր հետախուզական վարչության ստորաբաժանումները լայնամասշտաբ պատերազմի ընթացքում 2 անգամ հաջողությամբ հրթիռակիրներ են դուրս բերել տիեզերք, առաջին անգամ ավելի քան 100 կիլոմետր բարձրության վրա, իսկ երկրորդը 204 կիլոմետր։ Այսպիսով Ուկրաինայի զինված ուժերը պատասխան են պատրաստում ռուսական օրեշնիկների արձակումներին։ Ուկրաինան նախատեսում է տեղակայել օրեշնիկ տիպի մասնակի ուղեծրային հրթիռային համակարգերի կինետիկ որսման սեփական միջոցները, նախքան տիեզերքում դրանց մարտական մասերի բաժանվելու պահը արդեն փորձարկվել է 8000 մետր բարձրության վրա գտնվող տրանսպորտային ինքնաթիռից հրթիռակիրի արձակման տեխնոլոգիան, ինչը զգալիորեն բարձրացնում է մերձերկրյա ուղեծիր օգտակար բեռի դուրսբերման արդյունավետությունը սեփական տիեզերական նախագծերի եւ տիեզերական ուժերի հատուկ գործողությունների իրականացման համար։ Սեփական արբանյակային խմբավորմամբ եւ անկախ կապով տիեզերական ուժերի լիարժեք տեղակայումը կարող է տևել 3-ից 5 տարի։ Իդեպ Ռուսաստանի բաժինը համաշխարհային տիեզերական թռիչքներում 53%-ից նվազել է մինչև 5%։ Դե մենք աճում ենք, իրենք նվազում, սա ինձ թվում է օրինաչափ է։ Շարունակելով սպառազինության թեման, պատմեմ ձեզ ինչպես են մեր զինվորականները խոցում բալիստիկ հրթիռները ներկայիս պայմաններում, երբ առկա է ամերիկյան հրթիռների դեֆիցիտ։ Ուկրաինայի Patriot հոп համակարգերի անձնակազմերը սկսել են խոցել ռուսական բալիստիկ հրթիռները, օգտագործելով ընդամենը 1 որսիչ հրթիռ, մի քանիսի փոխարեն։ Ուկրաինայի զինված ուժերը սովորել են խոցել Ռուսաստանի բալիստիկան 1 Patriot հրթիռով 2-ից 4-ի փոխարեն, բարդ թիրախների ոչնչացման համար, ինչպիսիք են բալիստիկ հրթիռները, ստանդարտ պրակտիկան նախատեսում է 2-ից 4 որսիչ հրթիռների արձակում։ Այս դոկտրինը կիրառվում է նաև ՆԱՏՕ-ում թիրախի խոցման հնարավորությունը բարձրացնելու համար, սակայն ուկրաինական անձնակազմերը սովորել են բավարարվել 1 կրակոցով որսիչ հրթիռները խնայելու նպատակով։ Ուկրաինական անձնակազմերը զարգացրել են բավարար իրավիճակային իրազեկությունը, թիրախին հետևելու որակը եւ կրակի կառավարման կարգապահությունը, որպիսի այդ պահանջը հասցնեն 1 կրակոցի առանց խոցման հուսալիությանը վնասելու, հայտնում է Defense Blog-ը մեկնաբանելով ուկրաինական զինվորների հայտարարությունը։ Հրատարակությունը նշում է, որ կատարելագործման նման մակարդակը ունի ուղղակի ռազմավարական նշանակություն, որը դուրս է գալիս խոցված թիրախների քանակի շրջանակներից։ Այս երևույթը եւս մեկ անգամ ցույց է տալիս ՆԱՏՕ-ին, որ նախկինում գոյություն ունեցող պրոտոկոլները պարզապես հնացել են կամ մոդեռնիզացիայի կարիք ունեն։ Ուկրաինան հետ մղելով ռուսական ագրեսիան արևմտյան զենքը օգտագործում է ավելի արդյունավետ, քան հենց ՆԱՏՕ-ի երկրները, որոնք չունեն սեփական սպառազինության նմանատիպ կիրառման փորձ։ Հիշեցնեմ Ամերիկայի Եվրոկոմի հրամանատար գեներալ Քրիստոֆեր Կավոլեի հայտարարությունը, ով ասել էր, որ ամերիկացի զինվորականները ուկրաինացի գործընկերներից են սովորում Patriot հակաօդային համալիրների արդյունավետ կիրառումը։ Սա օբյեկտիվ իրականություն է։ Շարունակելով զարգացնել սպառազինության թեման, ներկայացնեմ ձեզ նոր տվյալներ ուկրաինական բալիստիկայի վերաբերյալ։ Ուկրաինան արդեն տիրապետում է մոտ 500 կիլոմետր հեռահարության բալիստիկ հրթիռների եւ դրանց օդային արձակման տեխնոլոգիաներին, պնդում է Defense Express մասնագիտացված հրատարակությունը, վերլուծելով Գերագույն Ռադայի ազգային անվտանգության հարցերով կոմիտեի անդամ Վիկտոր Վենիսլավսկու հարցազրույցը։ Մասնագետները հայտնում են, որ Ուկրաինան արդեն ունի բալիստիկ հրթիռներ մոտ 500 կիլոմետր խոցման հեռավորությամբ եւ օդային մեկնարկի դեպքում գործողության շարավիղը մեծացնելու հնարավորություն։ Պատգամավոր Վենիսլավսկու խոսքով Ուկրաինան ունի հրթիռներ, որոնց մասին գրեթե ոչ ոք չգիտի, որոնք ընդունակ են հարվածներ հասցնել մինչև 500 կիլոմետր հեռավորության վրա եւ զարգացնել հիպերձայնային արագություն։ Փորձագետները հստակեցնում են, որ խոսքը բալիստիկ հրթիռների մասին է, որոնք բնականաբար հասնում են ավելի քան 5 մախ արագության։ Նաեւ Ուկրաինան իրականացրել է հրթիռի արձակումը տրանսպորտային ինքնաթիռից մոտ 8 կիլոմետր բարձրության վրա։ Նման մեթոդը թույլ է տալիս օգտագործել ինքնաթիռը որպես առաջին աստիճան եւ զգալիորեն մեծացնել թռիչքի հեռահարությունը։ Defense Express-ի տվյալներով նմանատիպ փորձը նախկինում իրականացրել
ստեղծել է միայն Ամերիկան 1974 թվականին Minuteman 1 միջմայրցամաքային հրթիռի փորձարկման ժամանակ, փորձագետները կարծում են, որ այս տեխնոլոգիան կարող է հիմք դառնալ օդային տիեզերակայանի ստեղծման համար եւ ընդլայնել հեռահար հարվածների հնարավորությունները, ինչպես նաեւ ուժեղացնել հակազդեցությունը ռուսական հրթիռային համակարգերին, մինչ Ռուսաստանը գիշերը կրկին փորձում էր հոսանքազրկել Ուկրաինայի որոշ շրջաններ, Ուկրաինան զբաղված էր լուրջ գործով, այն է Ռուսաստանի ռազմական ներուժի ոչնչացմամբ, նախքան Չերեպավեցի քիմիական գործարանի հարվածի մասին պատմելը, որտեղ արձանագրվել են հոցումներ Ռուսաստանի խոշորագույն ձեռնարկություններից մեկի ամոնիակի արտադրամասին, իսկ ամոնիակը պայթուցիկ նյութերի արտադրության հիմնական կրիտիկական հումք է, ես բարձրացնեմ ձեր տրամադրությունը Ռուսաստանի ինքնանվաստացման թեմայով, պատկերացնում եք, թե ինչպիսի ինքնագնահատական ունեն նրանք, երբ լայնամասշտաբ պատերազմի 5-րդ տարում ռազմական հաղթանակների փոխարեն ինքնաբավարարվում են սահմանամերձ ինչ-որ քաղաքի էներգետիկայի վրա հարձակելով, որը իրենց աուդիտորիային որպես հերոսություն եւ ձեռքբերում են ներկայացնում, սահմանամերձ ինչ-որ քաղաքի էներգետիկայի վրա հարձակվելով, որի հետևանքները վերացվում են մի քանի ժամվա ընթացքում, ռուսները փոխարինում են իրենց Ուկրաինան գրավելու ամբիցիաները, երևի։ Պարզվում են նրանք մեզ վրա հարձակվել են Սումիի մարզի պայմանական աղտիրկայում լույսը անջատելու համար։ Նմանատիպ ինքնագնահատական ունեն նաև իրանցի իսլամիստները, ովքեր ջախջախումից հետո փորձում են թշերը փքել, սպառնալով Ամերիկային պարտիզանական պատերազմով։ Ռուսներին անդրադարձանք, հիմա հարվածից պատմեմ, այժմ մանրամասները այսօրվա հարվածի մասին։ Այսօր առավոտյան ապրիլի 13-ին Ռուսաստանում արձանագրվել է առնվազն 2 հարված Չերիպավեց ազոտ գործարանի Ֆոսագրո խմբի ամոնիակի արտադրամասերին, որը գտնվում է Ուկրաինայի սահմանից մոտ 800 կիլոմետր հեռավորության վրա։ Սա ռուսական արդյունաբերական առանցքային քիմիական ձեռնարկություն է, որն ապահովում է երկրի ամոնիակի արտադրության մոտ 10%-ը։ Համացանցում հրապարակված տեսանյութերում երևում է թանձր սև ծուխ արդյունաբերական հրապարակի վրա։ Ամոնիակը պայթուցիկ նյութերի արտադրության համար կրիտիկական կարևորության հումք է։ Այն ազոտի աղբյուր է, որն անհրաժեշտ է ժամանակակից պայթուցիկ միացությունների մեծ մասի ստեղծման համար։ Հրդեհի տեսանյութը հրապարակվել է համացանցում եւ անմիջապես հայտնվել է մեր Telegram-ում, իհարկե։ Գործարանի աշխատակիցը, ով նկարահանել է կատարվածը բջջային հեռախոսի տեսախցիկով շտաբ տարհանման ժամանակ, հենց իր մեքենայից, վախենալով պայթյուններից եւ կրկնակի դետոնացիայից, մեզ տեղեկացրեց ավելի խորը մանրամասների, դատելով կադրերից վնասվել են ձեռնարկության 3 ամոնիակային արտադրամասերից առնվազն 2-ը, ամոնիակ 1-ը եւ ամոնիակ 2 արտադրամասները։ Հաղորդվում է նաեւ ամոնիակի պահեստարանին հասցված հարվածի մասին, որն ավելի վաղ լրացուցիչ ամրացվել էր մետաղական կոնստրուկցիաներով դրոններից պաշտպանվելու համար։ Ամոնիակ 1 արտադրամասը ձեռնարկության առանցքային օբյեկտներից է, որտեղ իրականացվում է ամոնիակի սինթեզը, պարարտանյութերի արտադրության բազային բաղադրիչը։ Նման հզորությունների վնասումը կարող է ազդել ոլորտի արտադրանքի թողարկման եւ լոգիստիկայի վրա։ Ինչպես միշտ ամենադիտարժան կադրերը մեր Telegram-ում են, ովքեր դեռ բաժանորդագրված չեն, QR կոդը ձեր էկրաններին է, բաժանորդագրվեք եւ վայելեք։ Այսքանով ավարտեմ մեր եթերը։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել ձեզ, որ միշտ մեզ հետ եք, անչափ սատարում եք, ինչի համար ես ձեզ շատ երախտապարտ եմ եւ հպարտ եմ, որ ձեզպես լսարան կա։ Մաղթում եմ ձեզ ամենայն բարիք, հուսով եմ կհանդիպենք արդեն չորեքշաբթի։ Բարով մնաք։